Սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատակիցներ, բոլորիդ կողջունեմ Հիսուսից ջերմ սիրով ու կուզենայի ձեզ փոխանցել այն խոսքը, որը Տերս առավոտ ինձ տվեց։ Երեք երեխայի հետ կապած, երբ որ իմացա լուրը, որ մահացել է, իրականում շատ մեծ տխրություն եկավ վրաս ու չի կարող տեղիցս ելնեի, ոտքերս ու ձեռքերս թուլացել էին ու պարզապես կարճ մխիթարական խոսքեր տեղադրելուց հետո պառկել եմ մինչև առավոտ ու իրականում առավոտյան Տերս այս խոսքերը ինձ տվեց, մտովի հիշեցրեց ու քիչ առաջ բացեցի կարդացի Աստվածաշունչը այդ խոսքերը և պատվիրեց, որ ձեզ ևս փոխանցեմ։ Սիրելիներ, այնինչ այսօր Աստված կխոսի իմ բերանից շատ կարևոր ուղերձ է։ Պարզապես շատ ուշադիր լսեք։ Հիշեք, որևէ մեկիս կյանքում պատահական ոչինչ չի լինում։ Այն ինչ լինում է, թույլատրված է լինում Աստծուց։ Երբ ինչ-որ բան է գալիս մեր կյանքերի վրա, մենք պարտադիր պետք է Տիրոջից հարցնենք. Տեր, ինչու թույլ տվեցիր այս բանը, որ լիներ իմ կյանքիս մեջ։ Վերջերս սարսափելի բաներ է տեղի ունենում։ Մի քանի սարսափելի մահեր արձանագրվեցին այս մի քանի օրում։ Տիգրանի անհետանալը ու մահացած գտնվելը ամենացավոտը այս փոքրիկ երեխային էր բոլորիս համար, որովհետև երեխան անմեղ երեխա էր։ 13 տարեկան աղջկան, էլի փոքրան չափած աղջիկ, մահացած կտանջրից։ Պարգևի մահը 22 տարեկան, որը շատ լավ վկայված տղա էր, դաժանաբար սպանեցին։ Վերջերս իմացանք, մի տղայի սպանեցին աղջկա համար, գյուղում, էլի այսքան օրվա դեպք է։ Երեկ լսեցի, որ 22 տարեկան տղան սպանել է իր 55 թե 65 տարեկան հորը, որովհետև անընդհատ գումար է խնդրել, չի տվել։ Եվ չգիտեմ ինչ կան ստույգ, ներկայացվում է, որ նա խաղամուլ է եղել։ Այսօր առավոտյան իմացա, որ Ծաղկաձորում մահացել են 2 աղջիկ կվադրացիկլ վարելու ժամանակ։ 4 հոգի են եղել մեջը, 2-ն էլ շատ ծանր վիճակում են։ Սիրելիներ, հավատացած եղեք, որ օր-օրի էլ ավելի վատ լուրեր կլսեք, որովհետև վերջի օրերի մեջ ենք ապրում։ Ու ինչն է պատճառը։ Հոլիվուդը ամբողջությամբ այրվեց, ինչքան տներ այրվեցին, ու ինչն էր պատճառը։ Ամենաառաջի պատճառը ու մեծ պատճառը այն է, որ մեր կյանքերի մեջ մենք Աստծուն առաջի տեղ չենք դրել։ Տերս ինձ քանի անգամ պատվիրեց, որ ձեզ զգուշացնեմ, մեկնությունների մեջ շատերը այդ մասին նորից գրում էին, որ Աստծուն դրեք ձեր առաջի տեղը ձեր կյանքում։ Մի վստահեք գուշակներին, էքստրասենսներին։ Աստված ծաղր չի լինում, հավատացեք։ Ու գիտեք ամենավատը որն է։ Ոչ միայն հավատում են, այլ տարածում են այդ տեսանյութերը, այսինչ էքստրասենսը, այս ասե ռուս էքստրասենսը, այսինչ էքստրասենսը,
ու տարբեր գուշակներ ու էքստրասենսներ խառնված են եղել այս գործի մեջ։ Գիտեք, ես որևէ մեկից չեմ պատրաստվում դատել, որովհետև ամեն մեկս ճիշտ կլինի, որ մեր մեջ փնտրենք սխալներ, ես պատրաստվում եմ պարզապես փոխանցել այն, ինչ որ Տերս պատվիրել է, որ փոխանցեմ։ Ոչ միայն լսում են, այլ տեսանյութերը տարածում են։ Գիտեք, նույնիսկ տարածողները թող վախենան Աստծուց, որովհետև երբ որ տարածում ենք տեսանյութերը, մենք մեղքին մասնագիծ ենք լինում։ Ու էլ ավելի վտանգավորն այն է, որ նման տեսանյութերը շատ մեծ դիտումներ են հավաքում։ Այսինքն շատերն են ներգրավում, որ լսեն, թե ինչ ասաց էքստրասենսը, ինչ ասաց այսինչ այնինչը։ Գիտեք, մի բան կա, որը չենք կարող շատ հաճախ ընդունել։ Այն, որ ինչ կարող է անել Աստված, ոչ մեկս հավատացած եղեք, չենք կարող անել։ Ինչու դուք դա չեք փորձում հասկանալ։ Եվ Աստված արդար Աստված է։ Եվ Աստված արդարի կողմն է կանգնած։ Աստված կանգնում է այն մարդու կողմը, կողքին կա, ով որ իր օրենքները, կանոնները, պատվիրանները առաջի տեղն է դասում իր կյանքում։ Ու որ խոսքներ, որ այսօր Տերս ինձ պատվիրեց, ես սա ասում եմ, որպեսզի ամեն մեկդ վերանայեք ձեր կյանքերը, թե ով ինչ սխալներ ունի ու ինչի մեջ պիտի փոխվի ուղղը։ Ես ինքս պարզապես իմ մեջ եմ փնտրում սխալներ, թե Տերս ինչու թույլ տվեց այս բանը եւ այս ամենը թույլ տալով նա ինչ էր փորձում սովորեցնել ինձ։ Դուք էլ ամեն մեկը ձեզ հարց տվեք, որովհետեւ որևէ մեկս չգիտենք, թե վաղը մեզ ինչ կպատահի։ Ուրեմն, երբ որ ես արթնացա ու մտածում էի, որ մի քանի օր երևի չկարողանամ տեսանյութ տեղադրեմ, Աստված տվեց ինձ Դավիթ թագավորին ուղղված խոսքերը։ Դավիթ թագավորը, երբ որ իր հայացքը Աստծուց շեղեց, մեղքի մեջ ընկավ, այսինքն ոչ թե նայեց Աստծուն, այլ նայեց ինչ է ցանկանում իր մարմինը, մեղքի մեջ ընկավ, նա ուրիշի կնոջ վրա աշկ տնկեց, հղիացավ այդ կինը, դրանից հետո որոշեց, որպեսզի հղիություն ծածկելու համար Ուրիային, որը իրեն համար շատ հավատարիմ ծառայող էր, ուղարկեց կնոջ մոտ, որպեսզի ցույց տար, թե այդ երեխան Ուրիայից է, բայց Ուրիան հավատարիմ մնաց մինչև վերջ ու անկախ այն բանից Դավիթը ինչ հնարքների էր դիմում, նա չգնաց կնոջ մոտ ու ասավ, ես իմ ժողովրդիս հետ այստեղ պիտի պարգեմ և պիտի չդառնամ իմ ցանկություններից։ Մինչդեռ Դավիթը դա չէր հասկանում։ Ուրիան գիտեր իր տեղը, Դավիթը չգիտեր իր տեղը։ Ուրեմն ուշադիր լսեք, ինչ է Տերը խոսում այսօր իմ բերանից։ Նորից եմ կրկնում։ Ուրիան գիտեր իր տեղը, բայց Դավիթը չգիտեր իր տեղը։ Եվ այդ ժամանակ, երբ որ նա չկարողացավ իր արած մեղքը գոցեր, նա Ուրիային ուղարկում է պատերազմի և իր հետ էլ ուղարկում է նամակ, ասելով, որ Հուդան, որը զորագլուխն էր, ինչ կամ որ վերհիշեցի կարդալուց հետո,
այնպես տեղ տնի իրեն, որպեսզի նա մահանա։ Ինչ արեց իր մեղքը ծածկելու համար, երրորդ մեղքը, նա փորձեց ազատվել Ուրիայից, որ իրեն շատ հավատարիմ էր, և իր հայրենիքին։ Եվ նա իրականում ազատվեց, որովհետև պատերազմի ժամանակ մահացավ Ուրիան։ Եվ ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Աստված ուղարկեց Նաթան մաշկարեին։ Ու գիտեք, երբ ուղարկեց, երբ որ արդեն երեխան ծնվել էր։ Եվ ասաց, որ նա հանդիմաներ մեղքը, որը գործել էր Դավիթը։ Եվ այստեղ մի օրինակ պատմեց Նաթանը, որը կցանկանամ կարդալ։ Ու նայենք Դավիթը ինչ պատասխանեց։ Սիրելիներ, այս տեսանյութը, որը տեղադրում եմ, այս խոսքերը, որը տեղադրում եմ, դա վերաբերվում է բոլորիս, որովհետև Աստված զգուշացնում է բոլորիս։ Պարզապես շատ ուշադրությունով լսեք, որովհետև այստեղ կստանաք շատ հարցերի պատասխաններ և կվերանայեք ձեր ապրած կյանքը։ Հիմա կարդամ։ Նաթանի պատգամը և Դավթի զղջումը։ Ուրեմն, այս գլուխը, որպեսզի շատ ավելի մանրամասնորեն քննարկեք, կարող եք կարդալ։ Բ թագավորս 11-րդ գլուխն է, իր գործած մեղքը, իսկ հիմա կկարդամ 12-րդ գլուխը։ Նաթանի պատգամը և Դավթի զղջումը։ Տերը Նաթանը Դավթին ղրկեց։ Նաթանը գնաց ու նրան ասավ. «Քաղաքի մեջ երկու մարդ կային»։ Նայեք ինչպես է մոտենում Աստված Դավթին։ Մեկը հարուստ ու մյուսը աղքատ։ Հարուստը խիստ շատ հոտեր ուներ ու աճարներ, բայց աղքատը ուրիշ բան չուներ, միայն էգ գառնուկ, որ ծախու առել էր ու կսնուցաներ։ Գառնուկը նրա հետ ու նրա տղոց հետ մեկտեղ մեծացավ։ Նրան պատառին կուտեր ու նրա գավթից կխմեր ու նրա ծոցը կպարգեր ու նրա աղջկա պես էր։ Մի ճամփորդ եկավ այն հարուստ մարդուն։ Նա էլ չուզեց իր հոտերից ու արջարներից առնել ու իրեն հետ եղող ճամփորդին կերակուր պատրաստել։ Շատ գառներ ուներ, բայց չուզեցավ իր գառներից ճամփորդին պատրաստել։ Գնաց այն աղքատ մարդու էգ գառնուկ առավ, նրան իրեն եղող մարդու համար պատրաստեց։ Տեսեք, ինքը շատ գառնուկներ ուներ, բայց աչքը տնկեց մյուսի գառան վրա, որը մի հատ ընդամենը գառնուկ ուներ։ Այն ժամանակ Դավթի բարկությունը այդ մարդու դեմ սաստիկ փոփոխվեցավ։ Ու Նաթանին ասավ. Տերը կենդանի է, որ այդ մարդը, այնողը մարդը մեռնելու արժանի է։ Ինչքան բարկացավ։
Այն կառնուկի չորեք պատիկը պետք է հադուցե, քանի որ այս բան արավ ու գութ չունեցավ։ Ուրեմն նայեք, ինչքան հետաքրքիր է Աստծո աշտարջ դատաստանի առաջ կանգնելը։ Ինչի համար Տերս ամեն մեկիս ուշադրությունը կհրավիրե այս բանի վրա։ Երբ որ մենք մեր դիմացինի, մեր կողքինների սխալը տեսնում ենք, սկսում ենք շատ լավ դատել, բայց նույնիսկ չենք էլ հասկանում մի պարզ բան, որ Աստված այդ մեկի միջոցով պարզապես խոսում է մեզ հետ։ Աստված այս դեպքերի միջոցով խոսում է ամեն մեկիս հետ։ Ցույց տալով մեր մեղքերն ու սխալները ու նաև սխալի հետևանքները։ Նաթան մաշկարեն ուղարկված էր, որպեսզի իր մեղքը իրեն հասկացներ։ Ու Դավիթը չէր էլ պատկերացնում, որ այդ դաժան արարք գործողը ինքն է։ Երբեմն, երբ որ մենք մեղքի մեջ ենք ապրում, չենք հասկանում դրա լրջությունը ու դրա հետևանքները, ու նաև թե երբ որ մեղք ենք գործում, ինչքանով կարող ենք վնասել նաև ուրիշներին, ինչպես նաև մեր ու Աստված փոխհարաբերությունը, ինչպես նաև անեծք բերել մեր կյանքերի վրա։ Շարունակեմ կարճ տալ, որովհետև այս խոսքերը շատ կարևոր խոսքեր են, որն որ այսօր Տերս բացեց ու խոսեց ինձ հետ, ու իմ մեջ հանգստություն, խաղաղություն բերեց, ու նաև ինձ ևս իմ սխալներիս ու մեղքերիս համար խրատեց։ Շարունակենք կարճ տալ։ Այն ժամանակ Նաթանը Դավթին ասավ. այդ մարդը դու ես։ Իսրայելի Տեր Աստվածը այսպես կասե. քեզ Իսրայելի վրա ես թագավոր օծեցի։ Ու քեզ Սավուղի ձեռքից ես ազատեցի։ Եվ Տիրոջը տունը քեզի ու Տիրոջը կիները քու ծոցդ տվի, եւ Իսրայելի ու Հուդայի տունը քեզի տվի, ու եթե քիչ կերևար քեզի դրանից ավելի բաներ կուտայի։ Ինչու համար Տիրոջ խոսքը անարգեցիր։ Նրա աչքերի առջև չարություն անելով եւ Ուրիայի կինը քեզի կին առար, ու նրան Ամոնի որդիների սրովը սպանեցիր։ Սիրելիներ, եկեք մի պահ կանգ առնենք այս խոսքերի վրա։ Ասում է, ինչ քեզի չէի տվել, ինչն էր քեզի համար քիչ։ Այսօր սա մեզ բոլորիս է ասում Աստված, որիս ինչ չի տվել, որիս համար շատ բաներ չի արել։ Ինչու համար ենք մենք մեր հայացք Աստծուց ուղղել կուռքերի վրա, մեղքերի վրա, մեր մեղավոր ցանկությունների վրա։ Ինչը որ քիչ էր ասում է, ինչն էր քիչ, ասեիր քեզի էլի կդայի։ Այս խոսքը ասում է Տերը մեզ բոլորիս։ Շարունակությունը կարտամ լսենք։ Հիմա ինձ անարգելուդ համար ու քետացի Ուժայի կինը քեզի կին առնելուդ համար քու տունդ սրով հավիտյան պակաս պիտի չլինի։
անեց կուղարգե։ Եվ Տեր այսպես կասե, քու տունդ քեզի դեմ չարիք պիտի հանեմ, ու քու աչքերիդ առջև քուքիներդ պիտի առնեմ ու նրանց քու տրացիդ պիտի տամ, ու նրան այս արեկագի առաջ քուքիներիդ հետ պիտի բարգեմ։ Թեև դու ծածկաբար արիր, բայց ես այս բանը բոլոր Իսրայելի առջև ու արեկագի առջև պիտի անեմ։ Սիրելիներ, ևս մի կարևոր միտք, որի վրա կուզենայի ուշադրություն դարձնենք։ Այնինչ մենք այսօր անում ենք ծածկաբար, մեր մեղքերը Աստված հարապես խայտառակում է։ Ամեն մեկիս կյանքում ինչ որ գալիս է, միշտ հիշեք, մեր մեղքերի ու սխալների պատճառով է գալիս։ Ես երբեք, դու երբեք չես կարող, չեմ կարող ազատվել իմ գործածս մեղքերի հետևանքներից, որովհետև կապ չունի դու քանի տարի ես Աստծուն հավատարիմ ծառայել։ Եթե այսօր դու մեղք ունես քո կյանքում ու դեռ չես ապաշխարել, հիշիր, որ կապ չունի, որ պատասխանը դեռ ուշացել է, կգա ժամանակ, որ ամեն մեկս մեր մեղքի համար պատասխան պիտի տանք։ Դավիթը մեղք գործել էր մոտ 1 տարի առաջ, որովհետև արդեն երեխան ծնվել էր մոտ, բայց Աստված գիտե ժամանակը, երբ ումից պատասխան կհարցնե։ Մոտ 1 տարի անց նոր ուղարկեց Նաթան մաշկարեին։ Այսինքն, Աստված կուզեր, որ նա տեսներ նաև իր որդուն նոր կորցներ։ Հիմա կարտանք շարունակությունը։ Եվ որովհետև թեև դու ծածկաբար արեցիր, Դավիթը Նաթանին ասավ. Տիրոջ դեմ մեղք գործեցիր։ Մեղք գործեցի, միանգամից Դավիթը զղջում է։ Դավիթը Նաթանին ասաց. Տիրոջ դեմ մեղք գործեցի։ Եվ Նաթանը Դավթին ասավ. Տերն էլ քու մեղքդ ներեց, պիտի չմեռնես։ Եվ որովհետև այս բանով Տիրոջ թշնամիների հայություն անելու առիթ տվիր, նրա համար այս քեզի ծնած տղան անշուշտ պիտի մեռնի։ Ուրեմն այստեղ ինչ տեղ ունեցավ։ Երբ Դավիթը լսեց իր մեղքի մասին, ինքը միանգամից ապաշխարեց։ Ու տեսեք, քանի որ ապաշխարեց, ինչքան կարևոր է ապաշխարությունը։ Ինքը մահ չժառանգեց, ասավ դու պիտի չմեռնիս։ Բայց քու գործածդ մեղքը անհետևանք պիտի չմնա, որովհետև դու Աստծո թշնամիների բերանը լեզու դրեցիր։ Սիրելիներ, ամեն մեկս բոլորիս մասին ենք խոսում, երբ որ մեղանչում ենք Աստծո դեմ, մենք Աստծո թշնամու բերանը լեզու ենք դնում։ Եվ մի կարծեք, որ ամեն մեկս մեր արածի համար պատասխան պիտի չտանք։ Դրա համար ասում է. դու չես մեռնի, բայց քո որդիդ պիտի մեռնի։ Այստեղ ինչ եք տեսնում, որ Աստված նախքան իրեն փորձանքալը իրեն զգուշացրեց այդ մասին, որ Աստված միշտ ամեն մեկին միշտ հնարավորություն է տալիս ապաշխարելու։ Մարդը ինքն է ընտրում չապաշխարել։ Ինչպես նաև, ինչ որ մի բան անելուց առաջ Աստված նաև
մեզ տեղյակ է պահում։ Աստված ի տարբերություն մեզ թաքնված չի գործում։ Աստված հանրապես խայտառակ է անում բոլորիս մեղքերն ու սխալները ու պատժում, որովհետև մենք կարող ենք պարտեզում Աստծո ձայնը լսել ու վախենալ ու պայ մտնել, որովհետև մեղք ենք գործել, բայց Աստված որևէ մեկից որևէ վախենալու պատճառ չունի։ Շարունակենք ընթերցել։ Դավթի որդին կմեռնի։ Ուրեմն այս վերջին 15-րդ խոսքից կկարտամ։ Այս վերջին խոսքում Տերս տվեց պատասխանը ինձ։ Բայց ամբողջ գլուխը վերաբերվում է մեր ապրած կյանքին։ Եվ ինչու ենք մենք բոլորս տխրել, հատկապես այս երեխայի համար, որովհետև այս դեպքը առնչվում է ամեն մեկիս հետ անձամբ։ Ու ինչու ենք մենք բոլորս իրազեկ այդ լուրին, որովհետև Աստված ամեն մեկիս հետ անձամբ խոսում է զգուշացնելով, որ ես կարող եմ քո ապաշխարությանդ միջոցով փրկել քո կյանքդ, բայց քո մեղքդ անպատիժ չի մնա։ Դավթի որդին կմեռնի։ Նաթան իր տունը գնաց։ Տերը զարկավ այդ մանուկը, Ուրիայի կինը Դավթին ծնել էր ու սաստիկ հիվանդացավ։ Նույնիսկ հիվանդությունը ուշադիր լսեք։ Պատահական չեկավ։ Երբ եկավ։ Դավթի մեղքի պատճառով, ինչպես նաև սաստիկ հիվանդությունը եկավ Տիրոջ զգուշացումից հետո, որը ինչու միջոցով, ում միջոցով ներողություն զգուշացրեց Նաթան մարգարեի միջոցով։ Այսօր էլ Տերս զգուշացնում է մեր բոլորիս, պարզապես օգտագործելով ինձ, որպեսզի ապաշխարենք մեր մեղքերից, որպեսզի մեր աչքերը ոչ թե մեր ցանկություններին նայենք, այլ միայն Տիրոջը, նայենք Աստծուն, որովհետև երբ որ դու քո տեսողությունը Աստծուց շեղում ես ու կողքին ես նայում, անպայման մեղքի մեջ կգնես։ Ու ես հիշում եմ, ես էլի եմ պատմեց այս օրինակը, երբ որ մեքենան դու վարում ես, դու երբեք վարելու ընթացքում հետ պիտի չնայես, դու միայն պետք է նայես քո առաջդ, կողքի հայելիներին, վերևի հայելուն կամ դիմացդ, դու հետև չես կարող դառնալ նայես, կարող է վթար տեղի ունենա։ Սիրելիներ, այսօր մեր առաջը Աստված է։ Երբ որ մենք արդեն թողել ենք Աստծուն ու սկսել ենք մեր շուրջ բոլորը նայել, հիշեք, դուք ամեն մի նայելուց խախտում եք անում։ Ու ընկնելու եք պարտադիր մեղքի մեջ, կամ ես ընկնելու եմ պարտադիր մեղքի մեջ։ Շարունակենք ընթերցել։ Ամեն մի խոսքը այստեղ ինքան կարևոր է, ինքան բանջարացեց Տերս ինձ, ու իրականում զգուշացնող էր շատ։ Եթե հիշում եք, ես երկու մարգարեական երազ բացատրեցի, որից մեկը հետևյալն էր, որ մեկի ձեռքում կար 3 փայտի կտոր, ու այդտեղ ինձ Աստված բացեց ու ասեց, որ այդ փայտը այն է, որ մարդիկ իրենց հույսը չեն դրել ինձ վրա։ Փայտը վառվող է, այլ մարդիկ դրել են չաստվածների վրա։ Իրականում գնալով ավելի ակնհայտ դառավ գուշակները, ներողություն, էքստրասենսները եւ այլն։ Աստված զգուշացրել էր բոլորիս։ Շարունակենք կարդալ։
Դավիթը մանուկի համար Աստծուն աղաչեց ու ծոմ պահեց ու քնած բոլոր գիշերը գետնի վրա պառկեցավ։ Նրա տան ծերերը նրա քով քնացին, որպեսզի նրան գետնից վերցնեն, բայց նա չուզեց ու նրա հետ հաց չկերավ։ 7-րդ օրը մանուկը մեռավ։ 7 օր ծոմ է պահում ու 7-րդ օրը մահանում է։ Դավթի ծառաները մանուկի մեռնելը նրան իմացնելուց վախեցան, քանի որ ասին. «Ահա, քանի որ մանուկը ողջ էր, նրան ասինք ու նա մեր խոսքին մտիկ չարավ, ինչպես ասենք, թե մանուկը մեռավ, որ քեշ բան անե»։ Բայց Դավիթ իր ծառաների շշունջը տեսնելով իմացավ, որ մանուկը մեռել էր։ Ու Դավիթ իր ծառաներին ասավ. «Մանուկը մեռավ»։ Նրանք ասին. «Մեռավ»։ Այն ժամանակ Դավիթը գետնից ելավ, լվացվեցավ, օծվեցավ, հանդերձները փոխեց ու Տիրոջ տունը մտնելով երկրպագություն արավ։ Հետաքրքիր է, չէ՞։ Միանգամից դվացվավ, փոխվավ։ Աստծուն երկրպագություն արավ, հետո իր տունը դարձավ և ուզեց, որ նրա առջև հաց դրին ու կերավ։ Այսինքն, իր համար սուկ այնքան ժամանակ էր, մինչև իր երեխայի մահը։ Շարունակենք։ Ծառաները նրան ասին. «Այս արածդ ինչ է։ Ինչ պիտի լինի, քանի որ մանուկը ողջ էր, նրա համար ծոմ պահեցիր ու լացիր, իսկ մանուկը մեռածի պես լավ հաց կերավ»։ Սիրելիներ, ուշադիր լսեք այս խոսքներ, որ Տերս տվեց ինձ։ Դավիթ ասավ. «Քանի որ մանուկը ողջ էր, ծոմ պահեցի ու լացի»։ Քանի որ ասի, ով գիտե, թերևս Աստված ինձ ողորմի ու մանուկը առողջանա։ Բայց հիմա նա մեռած է, ինչի համար ծոմ պահեմ։ Միթե ես կարող եմ նրան ետ դարձնել։ Ես նրան պիտի եշտամ, բայց նա ինձ պիտի չդառնա։ Սիրելիներ, այս խոսքերն էր, որ Տերս տվեց ինձ։ Նորից կկաշտամ, բայց հիմա նա մեռած է, ինչու համար ծոմ պահեմ, միթե ես կրնամ նրան ետ դարձնել։ Ես նրան պիտի եշտամ, բայց նա ինձ պիտի չդառնա։ Սիրելիներ, այո, մենք էլ ոչինչ չենք կարող փոխել, որովհետև արդեն իսկ երեխան վերցվել է։ Արդեն իսկ շատ մահեր եղել է։ Երեխան երկնքում է, Աստծո մոտ է։ Մենք կարող ենք նրա մոտ գնալ, բայց նա մեզ մոտ էլ չի գա։ Դրա համար արդեն Դավթի նման մեր հանդերձները փոխենք, դադարենք սկալ, ծոմ պահել, այլ վերանայենք մեր ապրած կյանքը, որ կարողանանք երեխային գնալ, տեսնել նրան։ Այս խոսքերն էր, որ Տերս ինձ տվեց այսօր։ Այնինչ արել ենք, ինչ որ բաներ փոխելու նպատակով արել ենք, էլ ոչինչ փոխել չենք կարող։ Շարունակում ենք ապրել, շարունակում ենք վերանայել մեր մեղքերն ու սխալները։ Այսօր ժամանակն է, որպեսզի հասկանանք, որ մեր առաջնորդությունը միայն պիտի տանք Աստծուն ու միայն Աստծուն պիտի նայենք, որպեսզի մեղքերի մեջ չհայտնվենք և մեղքից եկած դառը պտուղները չվայելենք։ Այսքանը, սիրելիներ, նայենք Հիսուսին, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախության համար ամոթը արհամարհեց, խաչը հանձն առավ, Աստծո աջ կողմը նստեց։
Դադարենք ապրել մարդկանց կարծիքներով, չամաչենք Աստծուն ծառայելուց, որպեսզի կարողանանք Աստծու երկնային թագավորության մեջ հայտնվենք։ Այսքանը սիրելիներ, ուրեմն ես երեկ պատրաստվում էի արհեստական բանականության մասին խոսել բոլորիդ հետ, որովհետև տեսանյութեր տեսա արհեստական բանականության հետ կապված, վտանգների հետ կապված, որոնց մասին կցանկանայի պարտադիր ձեզ բոլորիդ հետ խոսել։ Իսկ դուք կխնդրեի գրեիք մեկնությունների մեջ, թե ինչ եք կարծում, արհեստական բանականությունը օգտակար է, թե վնասակար։ Շնորհակալ եմ Տեր ջան, այսօրվա թեմայի համար, շնորհակալ եմ անչափ ու անսահման, որ դու այսօր էլ մեզ հետ խոսեցիր, մեր սրտերը, մտքերն ու հոգիները մխիթարեցիր Տերս։ Թող քո կամքդ կատարվի մեր կյանքի ցանկացած ոլորտում։ Թող փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, հավիտյանս, հավիտենից ամեն։ Սիրելիներ, պարզապես եկեք հայր մերով էլ վերջացնենք այսօրվա Տիրոջից եկած խոսքը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա։ Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը, հավիտյանս, հավիտենից ամեն։ Եղեք օրհնված Հիսուսիս զորավոր անունով։ Ամեն։